Բարի կալուս բոլորին, այս կարճ տեսանյութում իմ աշխատանքը կլինի ձեզ բացատրել, թե ինչու է ձեզ համար այդքան կարևոր տեղ զբաղեցնել $30 արժողությամբ կառույցում։ Ահա որքան կարևոր է ձեր տեղը գնել շուտ, քանի որ ով շուտ արթնանա, նա կշահի։ Եվ հիմա ես հստակ ցույց կտամ, թե ինչու է չափազանց կարևոր։ Հետևաբար խորհուրդ եմ տալիս նաև պատրաստել մի կտոր թուղթ, տետր եւ գրիչ եւ գրի առնել իմ ասած ամեն ինչ, որովհետեւ մարդիկ, ովքեր գրում են, դա շատ ավելի լավ են յուրացնում իրենց գլխում։ Այսպիսով, եկեք սկսենք։ Ահա ձեր $30, եկեք գրենք դա։ $30 սա ձեր բիզնեսի տեղն է, որը ձեզ տրված է ոչ կյանքի ընթացքում։ Սա նշանակում է, որ ձեր կառուցվածքում ընդգրկված բոլոր մարդիկ կլինեն ձեր կազմակերպությունում։ Հիմա ես ամեն ինչ կգրեմ ձեզ համար եւ ցույց կտամ, որպեսզի ձեզ համար պարզ լինի, որովհետեւ կա մի կանոն. մեկ նկարը 1000 բառ արժե։ Ահա դուք զբաղեցրել եք ձեր տեղը, ահա ձեր առաջնորդները, եկեք նրանց նշենք, տառով, առաջնորդներ։ Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը ըստ մարքեթինգային պլանի կանոնների ունի երկու ոտք, աջ ոտք եւ ձախ ոտք։ Ասենք, որ մեր ձախ ոտքը ուժեղ կլինի, ահա նա, եւ մեր աջ կողմը թույլ կլինի, այսինքն անձնական։ Եկեք համաձայնվենք, որ ձախ ոտքը մեր ուժեղ կողմն է, իսկ մեր աջը թույլ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ձեր առաջնորդը կօգնի ձեզ ամուր հիմքեր կառուցել։ Հիմա նայեք բինարի կախարդանքին, այն մարքեթինգային պլանին, որի համաձայն մենք աշխատում ենք։ Հենց որ ձեր առաջնորդը կավելացնի իր մարդուն, մենք կնշենք այն կետավոր գծով։ Նա կլինի ազատ տեղում, քանի որ ձեր տեղը զբաղեցվել է 3 չէ առաջի օրը, կախված նրանից, թե երբ եք որոշում կայացրել համապատասխանաբար նրա մարդը կկանգնի ձեր տակ, ազատ տարածքում։ Օրինակ, դա կլինի Գևորը, ավելին, ձեր առաջնորդը սերտորեն համագործակցում է, մինչ դուք խորանում եք թեմայի մեջ, պատկերացնում եք եւ հնարավոր է նույնիսկ ինչ-որ տեղ կասկածում եք եւ այլն։ Գիտեք, հիմնականում ոնց է լինում։ Ձեր առաջնորդը շարունակում է մարդկանց հետ աշխատել։ Նա պարզապես ներառում է նրանց բիզնես տեղում որոշակի փաթեթների միջոցով։ Հիմա մենք նրանց մասին չենք խոսում։ Համապատասխանաբար նրա մարդը կրկին կզբաղեցնի թափուր տեղը Գևորից հետո։ Օրինակ դա կլինի Կարենը։ Եկեք այն նշանակենք կտառով, այն ներառում է հետևյալ անձին։ Եկեք ավելացնենք կանացի կոլեկտիվով, ասենք այս մարդուն անվանենք Անահիտ։ Ահա կետավոր գիծը, Անահիտ։ Հիմա նայեք, ինչու՞մն է կախարդանքը։ Կապույտ շրջանակները ձեր մարդիկ չեն, բայց նրանք ձեզանից ներքև են գտնվում։ Սա նշանակում է, որ դուք դեռ իրականում ոչինչ չեք արել բիզնեսում, դուք մատները անգամ չեք շարժել, բացի այն, որ $30-ով վերցրել եք ձեր բիզնես տեղը։ Բայց այս մարդիկ թույլ տվեք նրանց նշել կարմիրով, արդեն ազդեցություն կունենան ձեր շրջանառության վրա, որովհետև դուք առաջինն եք։ Ահա Գևորը երկրորդն է, Կարենը երրորդը, իսկ Անահիտը չորրորդ մարդն է։ Եվ այսպես բինարով, երկուականով, շղթայական կարգով, նրանք բոլորը կլինեն ձեզանից հետո։ Ահա թե ինչու է դա շատ կարևոր, եւ դուք վերցնում եք ձեր տեղը։ Ինչ առանձնահատկություն ունի, որ այդ մարդիկ կանգնած լինեն ձեր կազմակերպությունում։ Հենց որ նրանք որևէ գնում կատարեն, ապրանք գնեն, ճամփորդության գնան, զբաղվեն կրիպտոարժույթով, կրթությամբ եւ այլն։ Ամեն ինչ նրանք գնում են, ապրանք թե ծառայություն, այդ ամենը կանդրադառնա ձեր վրա։ Իրենց կատարած յուրաքանչյուր պատվերի համար դուք կստանաք միավորներ, որոնք կվերածվեն գումարի, եւ ամեն անգամ այն ավելի ու ավելի շատ կդառնա, ակտիվանում է կուտակային ազդեցությունը։ Քանի որ այդ մարդիկ, որոնց ավելացրել է ձեր առաջնորդը, հասկանում են, թե ինչ է ցանցը եւ այդ пассив եկամուտը պետք է ստեղծել միայն ցանց կառուցելով։ Համապատասխանաբար նրանք իրենց մարդկանց կբերեն այստեղ, եւ թե ինչպես է դա տեղի ունենալու, դիտեք շարունակությունը։ Գևորն այստեղ ավելացնում է իր մարդուն, այդ անձը ավելացնում է նաեւ իր մարդուն։ Մենք այլևս նրանց անունները չենք նշի, միևնույն է ձեզ համար պարզ է։ Սա իր մարդուն է ավելացնում, սա իր մարդուն է ավելացնում, սա իր մարդուն է ավելացնում եւ այսպես շարունակվում է ավելի ու ավելի առաջ է գնում, ներքև է իջնում եւ այսպես որոշակի ժամանակ անց 6 ամիս, 1 տարի դուք պարզապես ունենաք այդ մարդկանց հսկայական կառուցվածք։ Թույլ տվեք կրկին նշել այն կարմիրով, այո մարդկանց, որոնց դուք ընդհանրապես չեք ճանաչում
եւ կարող է երբեք էլ չհանդիպեք, բայց այս մարդիկ կազդեն ձեր վրա։ Դուք ճիշտ գուշակեցիք, ֆինանսապես այս մարդիկ ձեզ գումար կբերեն։ Իհարկե, ամեն ինչ այդքան վարտագույն չէ, ամեն ինչ այդքան հրաշալի չէ։ Հիշում եք, թե ինչ ասացի մեր տեսանյութի սկզբում, որ դուք ունեք երկրորդ ոտք, ինչպես ձեր առաջնորդինը, եւ այնպես էլ ձերը, դա նաեւ կոչվում է թույլ ոտք։ Ահա այդ ոտքում դուք ինքներդ կկառուցեք ձեր առաջնորդի օգնությամբ։ Առաջնորդը մարդկանց այստեղ չի տեղադրի, բայց ինչպես առաջինի դեպքում, այնպես էլ երկրորդում նա կշփվի ձեր մարդկանց հետ։ Եվ քանի որ իրենք քո մարդիկ են, վերադառնանք սև շրջանակներին։ Դուք նրանց կդասավորեք ըստ գնված աբոնեմենտների։ Հիշեք, ով առաջինը լինի, նա էլ կվերցնի հողաթափերը։ Դուք նույնպես մի անգամ որոշում կայացրեցիք տեղ զբաղեցնել ինչ-որ գումարի չափով բիզնեսում, բայց այսպես կզարգանա, ավելի ճիշտ կկառուցվի ձեր կազմակերպությունը, ամեն անգամ այս մարկանցից ավելի ու ավելի շատ կլինեն, եւ երբ դուք ունենաք ճիշտ հավասարակշռություն, այս առումով սրանք այն կետերն են, որոնք ես նկարեցի եւ ազդարարում եմ, դրանք կվերածվեն փողի, բայց պետք է համաձայնենք, որ շատ ավելի հեշտ է մեկ ոտք կառուցել, քան երկու ոտք միասին։ Այսպիսով, այդ $30 դուք ոչ միայն ստանում եք բիզնես տեղ, այլև ստանում եք պատրաստի կառույց։ Եվ այսպես, դուք հնարավորինս արագ զբաղեցրեցիք ձեր տեղը, ավելի լավ է դա լիներ 3 կամ նախորդ օրը։ Հիմք ընդունենք, ասենք, Բելարուսի շուկան կամ թող լինի Ուզբեկստանի շուկան, կարևոր չէ, թող լինի ձեր երկրի շուկան։ Եկեք այն ընդունենք որպես 100% դատարկ շուկա, այսինքն այնտեղ նույնիսկ մուկ չի վազել եւ գործնականում ոչ ոք չգիտի ջիֆու ընկերության մասին։ Հիմա նայեք, թե ինչ տոկոսով է կատարվում։ Իհարկե, այն պահին, երբ սկսում եք մտածել եւ կասկածել, նախ եւ առաջ դուք չեք կասկածում ընկերությանը, համակարգին, ձեր առաջնորդներին։ Դուք պետք է հասկանաք, որ կասկածում եք ինքներդ ձեզ։ Դուք ձեր առաջնորդին հանդիպեցիք ինտերնետում, գուցե դուք նրան անձամբ ճանաչել եք։ Նա պատմեց ձեզ ջիֆու ընկերության մասին, թե ինչպես ենք մենք աշխատում, եւ դուք գնացիք մտածելու շաբաթվա մասին։ Իսկ այդ ընթացքում այդ շաբաթում ձեր առաջնորդը շարունակում է աշխատել։ Համապատասխանաբար դուք արդեն կկորցնեք շուկայի 5%-ը։ Դե եթե կասկածներ ունեք, փող եք փնտրում, տարբեր բաներ են պատահում, գիտեք ինչի մասին եմ խոսում։ Անցնում է եւս 1 ամիս, դուք դեռ մտածում եք. աշխատանք, ընտանիք, ամառանոց, երեխաներ եւ այլն։ Թվում է թե փող կա, բայց ժամանակ չկա։ Ոչ մի խնդիր, հիանալի է։ Բացի այդ, դուք կորցրեցիք շուկայի եւս 10%-ը։ Ինչու՞։ Որովհետեւ ձեր առաջնորդները եւ նրանց առաջնորդները շարունակում են աշխատել։ Նրանք շարունակում են մարդկանց ավելացնել, նաև ավելացնել չաթերում, ներառյալ նրանց մեկնարկային փաթեթներում եւ այլն։ Մի խոսքով նրանք աշխատում են, բայց ահա անցնում են եւս 2-ից 3 ամիս։ Միշտ դուք շարունակում եք կասկածել եւ չհավատալ վաղվա օրվան։ Ձեր առաջնորդները շարունակում են աշխատել եւ նրանց առաջնորդները նույնպես շարունակում են աշխատել։ Մարդկանց քանակը շատանում է ժամանակ առ ժամանակ։ Մարդիկ հողաթափեր են գնում։ Անունը դատարկվում է եւ պարզվում է, որ դուք կորցրել եք ամբողջ շուկայի եւս 35%-ը։ Եվ այսպես անցավ 3 ամիս, 4 ամիս, 5 ամիս, 6 ամիս եւ շուկայի 50%-ն արդեն ձեր ձեռքից անցել է։ Դուք այլևս ոչինչ չեք ստանա այս կառույցից եւ գինը ընդամենը $30 է։ Օրինակ, հանձնեցիք շշերը կամ ասենք 2 տուփ խտացրած կաթ քիչ գնեցիք։ Շուկայի 50%-ը մնում է չզբաղեցված, գուցե ձեր երկրում կամ ձեր քաղաքում։ Ինչ անել դրա հետ կապված, դա ձեր որոշելիքն է։ Բայց դուք գիտեք, որ արդեն կան մարդիկ, ովքեր փող են վաստակում, ովքեր առաջարկում են եւ ովքեր տեղավորում են իրենց տեղերը ըստ ձեր գնած տոմսերի, եւ դուք շարունակում եք կասկածել եւ ամեն անգամ տարածքը կրճատվում է ու կրճատվում։ Սա երկրորդ պատճառն է, թե ինչու եմ ես խստորեն խորհուրդ տալիս հնարավորինս շուտ սկսել բիզնեսը եւ հետո բարձել թեման։ Իսկ հիմա, որպեսզի մեկըտմիշտ փարատեմ ձեր կասկածները, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել ձեզ գլխավոր օրենքի մասին, MLF բիզնեսի, որը կոչվում է 1990, եւ մենք կսկսենք վերջից։ Հիմա նայեք, ինչու՞մն է կախարդանքը։ Մաթեմատիկան գիտությունների թակույն է։ Բոլոր ընկերությունների 90%-ը, մասնավորապես խոսքը
MLM ընկերությունների մասին է, հեռանում են շուկայից, դուրս գալով առաջին տարում, քանի որ չեն կարողանում դիմանալ մրցակցությանը։ Հավատացեք ինձ, շուկայում հիմա հսկայական մրցակցություն կա, քանի որ սա հիանալի այլընտրանք է ավանդական տեղական բիզնեսին։ Մնացած 9%-ը ընկերությունները փակվում են 3-4 տարվա ընթացքում։ Նրանք չեն կարողանում դիմանալ մրցակցությանը։ Նրանք ի վիճակի չեն ենթարկվել շուկային, մարկանց, վատ կառավարմանը, սխալ որոշումներին։ Շատ բան կախված է սրանից։ Եվ բոլոր ընկերություններից միայն 1%-ն է գոյատևում առաջին 5 տարին։ Նրանք կարողանում են հաղթահարել մանկական բոլոր հիվանդությունները, անցնել ճգնաժամի միջով, լինել ճկուն եւ մրցունակ։ Սա հենց այն կատեգորիան է, որին պատկանում է Ջիֆու ընկերությունը։ Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ ընկերությունը լուրջ ներդրումներ է ունեցել համաշխարհային շուկայում։ Եվ հիմա ամենակարևոր միտքը անկախ դրանից կյանքում այդ ինչ-որ բան կանեք, թե չեք անի, 5 տարի հետո դուք ավելի մեծ կլինեք։ Եվ հավատացեք ինձ, ձեզ համար ավելի լավ է, թե ինչ եք անում, եւ ձեր համար լավն այն է, որ Ջիֆու ընկերության հետ անեք։ Ահա այդ ժամանակն է, որ այս կյանքում ինչ-որ բան կարող է փոխվել ձեզ համար, որովհետեւ 5 տարի առաջ դուք հավանաբար կարծում եք, որ ձեր կյանքը կփոխվի 5 տարի անց։ Անցել է 5 տարի, ինչ է փոխվել։ Պատասխանեք ինքներդ ձեզ անկեղծորեն, գրեթե ոչինչ։ Այն շարունակվելու է նույնը մնալ 5, 10, 20 եւ 30 տարվա ընթացքում։ Հիմա կապվեք ձեր առաջնորդների կամ նրանց հետ, ովքեր ձեզ տրամադրել են այս տեսանյութը, դիտելու եւ պարզելու համար մանրամասն, թե ինչպես է մեր համակարգը աշխատում ինտերնետում։ Ես ձեզանից յուրաքանչյուրին ավելի շատ եմ հավատում, քան դուք ինքներդ ձեզ։ Հաջողություն։